Քաղաքական որոշ շրջանակներ իրենց գարշահոտ, զազրելի, անընդունելի եւ մերժելի process-ներին մասնակից են դարձրել հոգեվորականներին։ Իսկ ինչու, արդյոք բոլոր հոգեվորականներն են դրան մասնակից դառնում, թե ոչ։ Պարզվում է, որ ոչ։ Իսկ որ եւ ինչ որ կապ կա։ Տեսեք, ինչ որ հիերարխիա կա հոգեվոր իշխանության բուրգում եւ Ունակ Ռուսաստանի թեմի առաջնորդը Հայաստանի Հանրապետության կաթողիկոսի եղբայրն է, որը արդեն խնդրեմ է։ Այնտեղ կաթողիկոսի մասին Ռուսաստանաբնակ հայերը ավանդույթ լեգենդներ են պատմում, որոնք որևէ կերպ չի տեղավորվում ռացիոնալ տրամաբանական շրջանակներում։ Սկսած նրանից, որ օրինակ Եզրասը թեմի առաջնորդը ըստ երևույթին, երբ որ օրինակ Խնդիր է բարձրանում եւ Ռուսաստանաբնակ հայերն էլ որոշում են բողոքի ցույց անել կամ իրենց բողոքի ձայնը բարձրացնել, որքան էլ որ տարօրինակ է, տվյալ Եզրասը իրավապահ համակարգին է զանգ տալիս եւ ՕՄՕՆ-ը հարձակվում է հայ ներկայացուցիչների էթնիկ հայերի վրա։ Սա խնդիր է թե չէ։ Ես կարծում եմ խնդիր